Հբարդեմ որ հայ եմ ծնվել։ Գուրգեն Յանիկյանը իր և ուրիշների մասին 2000 թվականին Լոս Անջելեսում հրատարակվող լույս շաբաթաթերթը շարունակաբար իր էջերում ներկայացրեց Յանիկյանի ձեռքով գրված հուշերը, որը նա գրի էր առել 1973-79 թվականներին բանտում։ Յանիկյանի հիշողությունները անգնահատելի են ժամանակաշրջանի այդ հատվածում կատարված իրադարձությունները վերլուծելու և հասկանալու համար։ Շատ հարցեր մտածելու առիթ են տալիս, միայն Յանիկյանի պարզաբանումներից հետո։ Լույսին տրամադրված Յանիկյանի հուշերը պատմական արժեք ունեն, քանի որ հուշերում նկարագրված է հայ ժողովրդի ճակատագրի այն ժամանակահատվածը, որն սկսվեց ցեղասպանությամբ և հասավ մինչև մեր օրերը, որի ականատես վկաները եղանք նաև մենք։ Գրքում ներկայացված մեկնաբանումները Գուրգեն Յանիկյանի հեղինակային վկայություններն են։ Յանիկյանի ձեռագրերը շաբաթաթերթին էր տրամադրել Հրանտ Սիմոնյանը 20 տարի իր մոտ պահելուց հետո։ Յանիկյանին հայ հանրությանը ներկայացնելու ընթացքում հայտնաբերվեց նաև նրա կենդանի ձայնը, ձայնագրված բանտում ուղղված Ուրուգվայի հայ երիտասարդությանը։ Գուրգեն Յանիկյանը ոչ միայն ընդվզեց հայ ժողովրդին տառապանքներ պատճառած թուրքական կառավարության դեմ, այլև վիրաբուժի իր դանակը մոտեցրեց ազգային թարախապալարին, ընդդեմ վախկոտության, դավաճանության, գոռոզամտության, գաղափարազրկության և քաղաքական կուրության։ Բնական տվյալներով և տաղանդով օժտված այս հայկազուն այրը լույս աշխարհ եկավ 19-րդ դարի Սուլթան Համիդյան ջարդերի ժամանակ և իր վրա կրեց ջարդի տղա անունը։ Նա ծնվեց 1895 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ցավից և ցասումից ծնված Գուրգենը ցնցող դեպքերի ականատես և մասնակից եղավ։ Նրա մանկությունն ու պատանեկությունը դաղված է Թուրքիայի կազմակերպած հայոց ցեղասպանության շնչով, և պատահական չէր, որ նրա մոտ չստացվեց Աստծուն ապավինելու խնդիրը։ Նա հոգևորական չդարձավ և փախավ ճեմարանից, արդեն մանուկ, հասկանալով, որ բոլոր չարիքները մարդու ձեռքի գործ են, և արարիչը անմասնակից է դրանց։ Ուշին բացառիկ ընդունակություններով հատուկ մտածողությամբ օժտված պատանին անցավ բարձրագույն կրթական կարգերով և առաջիններից մեկն էր հայ իրականության մեջ, որ ստացավ համալսարանական տեխնիկական կրթություն։ Նա նաև գրող էր, դերասան, քաղաքական գործիչ։ Նրա բոլոր սկսած գործերը իր ժամանակին ունեցել են սկիզբ և բարոյական վախճան։ Նրա քաղաքական համոզմունքները համամարտկային էին, զերծ ազգայնամոլությունից և նեղ անձնականությունից։ Նրա գրված 7 գրքերում երբևէ չի շահարկված հայոց ցեղասպանության հարցը, չնայած նրա կյանքի նպատակն էր ստեղծել միջոց ու պատժել ցեղասպան Թուրքին։ Յանիկյանը կարողանում էր գործն ու դատարկ խոսքը իրարից տարանջատել և գիտեր նշանակետին խփելու գաղտնիքը։ Նա մենակ հունական ատլասի պես ուսին դրեց մահամերձ հայ դատը և կենդանացրեց այն իր կյանքն ու վաստակած հանգիստը զոհելու գնով։ Յանիկյանը իր անձնական օրինակով սաղմնավորեց այն անհատ հային, որ հետո է գալու, բայց գալու է անպատճառ, հզոր, հարուստ քսակով, պայծառ բարոյականությամբ և ազգասիրությամբ։ Յանիկյանը գաղափարախոսություն թողեց, դա ուժեղ անհատի գեր մարդու կիսաստվածի գաղափարն էր, որը ծնվելով, սնվելով և գործելով մարդկային միջավայրում
իր կյանքի նպատակը կընտրի մարդկության ցավոտ հարցերը եւ ճշմարտությունը նշանակետ դարձնելով արմատից կկտրի չարիքը, որը չեն կարող անել հազարավոր թույլեր։ Յանիկյանը լինելով նոր գաղափարախոսության հիմնադիր, անժխտելի դասական ճշմարտության հանգավ պատմությունը կերտում են հզոր անհատները։ Յանիկյանը նոր թեզ առաջ քաշեց, բոլոր տեսակի կաշկանդումներից ազատագրված անհատները, քանի որ նա հասկանում էր, որ անազատ ուժեղ մարդը շատ ավելի վտանգավոր է մարդկության համար։ Յանիկյանը ամենառաջնայինը համարում էր մարդու ներքին ազատությունը, ոչ կախյալ կրոնից, խմբային հետաքրքրություններից, այլոց շահերից եւ ձգտումներից։ Նա այս նյութական աշխարհում ամեն ինչից փորձել էր եւ ճաշակել, համտեսել էր ճակատագրի դառնության եւ քաղցրության բոլոր տարատեսակները, անցել էր մահվան մազե կամուրջները, վայելել պատվի եւ մեծարանքի գագաթները, իր միջոցները իր ձեռքով էր ստեղծել, չէր խաբել, չէր կեղեքել, ընդհակառակ իր ստեղծած միջոցները հատկացրել էր ուրիշներին եւ վերջապես ամբողջությամբ իր ազգին։ Նա մարդ էր մսից եւ արյունից, այնպիսին, որ ստեղծեց Աստված դեռ Ադամի կերպարանքով, անաղարտ, չգայթակղված սատանայից ու դրամից։